Բարի գալուս Սիվիլնետ, տաղավարում հյուրընկալել եմ ցեղասպանագետ պատմաբան Սուրեն Մանուկյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Մանուկյան, այս պահին, այսքանի օրը Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում ակտիվորեն քննարկում է Իսրայելի կողմից Իսրայելում հայ ցեղասպանության ճանաչման հարցը, Իսրայելի կառավարությունը ճանաչել է ցեղասպանությունը անպատասխան որոշում է կայացրել եւ հիմա հարցը պետք է քննարկի Քնեսեթը կհասցնի թե ոչ այլ հարց է, բայց այն որ այսքան առաջ է գնացել եւ կառավարող ուժի կողմից է նման նախաձեռնությունը ի հայտ եկել Իսրայելի քաղաքական օրակարգում արդեն որոշակի հետաքրքրություն է առաջացել։ Մի մասը պնդում է քննարկողների Հայաստանում մեծ մասով կարծիքները կարելի ասել երկու մասի է բաժանված, երկփեղկված են։ Մի մասը գտնում է, որ սա շատ կարեւոր է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անկախ այն հանգամանքից, ինչ քաղաքական հաշվարկներով է Իսրայելը դա իրականացնում։ Երկրորդ մասը ասում է, եւ դա կարծես է նաեւ պաշտոնական դիրքորոշումն է, ուղղված դրան, պաշտոնական դիրքորոշումը համահունչ է դրան, որ սա ուղղակի հայոց ողբերգությունը, հայոց ցեղասպանությունը որպես ողբերգություն պատեհ պահի Իսրայելի կառավարությունը օգտագործում է Թուրքիայի դեմ որպես զենք եւ դրան թուրք պետք չէ տալ։ Ձեր կարծիքը որպես մասնագետի ինչպիսին է։ Ես կարծում եմ, որ մի քիչ պետք է նայենք ռետրոսպեկտիվ ինչպես են եղել նախորդ ճանաչումները եւ նաեւ հիշել, որ ճանաչումը, միջազգային ճանաչումը դա քաղաքական գործընթաց է, քաղաքական process է։ Եթե մենք խոսում ենք շարժման մասին, այո, շարժում կա, բայց այդ որ քաղաքական հարցը չի շարժվում։ Բոլոր քաղաքական հարցերն շարժվում են, բոլոր քաղաքական հարցերն բերում են օրակարգ, որովհետև դա այս կամ այն պետության քաղաքական շահերին է համապատասխանում եւ այդ դեպքում բնականաբար ոչ ոք չի նայում մյուս կողմի զգայական կամ բարոյական կողմին։ Իսկ ուզում եմ ասեմ, որ նորմալ քաղաքական process է տեղի ունենում անկախ նրանից թե բարոյապես կամ չգիտեմ էլի ասկրկնեմ զգացմունքայինորեն մեր վրա դա ոնց է ազդում։ Եվ երբ որ ես ասացի մտնայինք ռետրոսպեկտիվ ինչպես է եղել նախկինում եղել է ընդհանրապես հայոց ցեղասպանության ճանաչման 3 մոդել կա։ Առաջին մոդելը դա ուժեղ հայկական համայնք, մեծ աշխատանք, համայնքի լիդերների, այսպես համառ ջանքեր եւ այդ երկրի քաղաքական ուժերի շահագրգռվածություն հայկական ձայների մեջ։ Երբ որ իրենք դա անում են ընտրություններից առաջ ձայները ստանալու համար։ Այդպես մենք ունենք շատ երկրներ, Ֆրանսիայում է այդպես, Լիբանանում է այդպես նաև ինչ որ չափով Միացյալ Նահանգներում է։ Երկրորդ մոդելը դա դեսպանների շահագրգռվածությունը եւ դեսպանատների լավ աշխատանքն է։ Կան եղել են որոշ դեսպաններ, ովքեր շատ նախանձախնդիր են, որոնց այդ թեման հետաքրքիր է, որոնք կարծում են, որ իրենց աշխատանքի համար այդ թեման առաջ տանելը կարևոր է, եւ նաեւ հիշենք, որ Հայաստանի վերջո Հայաստանի Հանրապետության առաջնահերթություն գոնե առնվազն 1998 թվականից այդ թեման առաջնահերթությունները բոլոր դեսպանատաներին խրախուսում էր այդ աշխատանք տանել։ Կային դեսպաններ, որոնք ավելի ակտիվ էին, հետաքրքրված էին եւ մենք ունենք մի քանի ճանաչումներ, որոնք փաստացի այդ դեսպանների լավ աշխատանքի շնորհիվ։ Օրինակ Բոլիվիան նման պետությունը, որը ոչ Թուրքիայի հետ հարաբերություններ ունի առանձնապես եւ խնդիրներ, ոչ հայկական համայնք ունի ուժը։ Այսինքն ինչ որ նկատառումներ չի ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունների մասով։ Ակտիվ աշխատանք է տարել Վագն Մելիքյանն էր դեսպանը, եթե չեմ սխալվում այն ժամանակ, ակտիվ աշխատանք է տարել եւ դա համարել է իր հիմնական դեսպանի պարտականություններից մեկը։ Լատինական Ամերիկայի երկրներն են հիմնականում։ Լատվիան օրինակ բերենք, էլի մեծ հայկական համայնք չունի, ի տարբերություն Լիտվայի, որ ավելի էսպես հայկականության դեղբան կա, մշակութային կապերման, Տիգրան Մկրտչյանի ջանքերով էր ի վերջո, որ վերջին պետություններից մեկն էր, որ ճանաչել։ Այսինքն սա այդ երկրորդ մոդելն է կա։ Եվ երրորդ մոդելը, այն ինչ մասին մենք հիմա խոսում ենք, որը մնացյալ բոլոր այլ պետությունների պարագայում է միջալոց։ Մեծ մասամբ պետությունները ճանաչում են, որովհետև իրենք Թուրքիայի հետ ինչ-որ խնդիր ունեն, որովհետև իրենք կարծում են, որ դա շատ լավ պատե առիթ է Թուրքիայի նկատմամբ Ոչնչում գործադրել իր քաղաքական նպատակներ այն։ Մենք մոռանում ենք, որ 2016 թվականին, որ Գերմանիան ճանաչեց հայոց ցեղասպանությունը, ասենք Գերմանիան պետություն էր, որը ինքը անձամբ ներգրաված էր հայոց ցեղասպանության մեջ։ Եվ իր բանաձևում ինքը նշում է, որ իր մեղսակցությունն է նույնիսկ ընդունում։ 2015-ին չճանաչեց, այն դեպքում, երբ որ 2015-ին կար համաշխարհային մեծ ֆոնդ, եւ օրինակ Ավստրիան մյուս Օսմանյան կայսրության դաշնակիցը ճանաչեց 2015-ին։ Եվ հանգարց մենք տեսնում ենք, որ 2016 թվականին
ճանաչում է տեղնում, ինչու, որովհետև կար շատ սուր ճգնաժամ Թուրքիայի հետ հարաբերություններում, փախստականական ճգնաժամներ, սիրիական փախստականների հարցներ, Մերկել-Էրդողան այսպես բաներն էին, վատ հարաբերություններն էին եւ այլն, դա ճանաչվեց։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ սա նոր բան չի, Իսրայելի պարագան ես իհարկե մի քիչ Իսրայել պետության նկատմամբ մեր հասարակության մոտ էլ կա ինչ որ որոշակի վերաբերում դրա համար են ավելի շատ դրա վրա կենտրոնացել, բայց ուզում եմ մեր հանրության ուղղակի տեղեկացնում, որ սա նոր բան չի։ Այդպես է։ Եվ ի վերջո մենք նաև պետք է հասկանանք, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ ուժեղ քաղաքական գործիք է միջազգային քաղաքականությունում։ Կա, այդ գործիքը կա, գոյություն ունի։ Անկախ նրանից մենք կուզենանք, չենք կուզենանք, կմասնակցենք այդ process-ին, չենք մասնակցի, այդ գործիքը միտեղ դրված է։ Եվ մեծ խաղացողները այն միշտ վերցնելու են եւ օգտագործելու են։ Իսկ պարոն Մանուկյան, Հայաստանի Հանրապետության կառավարության սկզբից արձագանքի բացակայությունը, հետո նաև Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ հայոց ցեղասպանության զենքայնացման, այսինքն վիփոնիզացիա, այսպես ասած, թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, նա այսպես էր արձագանքել կարճ կառավարության կողմից ցեղասպանության ճանաչող բանաձևի ընդունմանը, այսպես արձագանքելու վերաբերյալ հարցին։ Ձեր կարծիքով հատկապես Իսրայելի պարագայում, որ սա կապված չի հայկական համայնքի հետ, ինչպես դուք եք ասում, հա, եւ սա կապված չի ընդհանրապես Հայաստանի հետ ունեցած հարաբերություններով, այլ կապված է Իսրայել-Թուրքիա հարաբերություններում բազմաթիվ խրթին հարցերով, հա։ Հայաստանի այս դիրքորոշումը ճիշտ դիրքորոշում է, տեղին է չմտնել այս գործընթացի մեջ։ Ես կարծում եմ, որ եթե գործընթացը քեզ է վերաբերվում, դու պետք է ինչ-որ ձևով մտնես։ Դա ի վերջո մեր թեման է, հայոց ցեղասպանությունային ինչ-որ տեղումից է մեզ հետ, եւ ես կարծում եմ, որ ավելի պատեհ պատասխանը կլիներ շնորհակալությունը Իսրայելի կառավարություն։ Այո, ասենք էլի չմտնենք թեմայի մեջ, էլի իրենց միջև հարցերն է, բայց օրինակ կլիներ շնորհակալություն, որ Իսրայելը ի վերջո ընդունեց պատմական ճշմարտությունը, ինչ որ պատմական ճշմարտություն այն որ բոլորս գիտեինք, այն որ մեր համար գոնե ինչ որ անհերքելի մի բան է, բայց Իսրայելը վերջապես առերեսվեց ճշմարտության հետ։ Մենք շնորհակալություն կհայտնենք եւ կշնորհավորենք Իսրայելին, որ ի վերջո իրենք դուրս եկան այդ պատեհապաշտության, այսպես մի տեսակ ճշմարտության եւ իրենց Թուրքիայի հետ հարաբերությունների այդ երկընտրանքի միջից։ Ընդամենը դա, բայց գոնե դրական ազդակ կուղարկեի, որ մենք թեթևում ենք եւ մենք շնորհակալ ենք, մենք աջակցում ենք։ Իսկ ինչ է տալու դատապարտելը, փաստացի մենք դատապարտեցինք, փաստացի մենք մեղադրեցինք Իսրայելին, փաստացի մենք ասացինք, որ արված քայլը այդքան էլ ողջունելի չէ մեր կողմից։ Մենք ասացինք, որ մենք չենք մասնակցում։ Այո, բայց մենք ասացինք, որ անթույլատրել ենք համարում այդ թեմայի զենքայնացումը։ Այնինչ այդ զենքայնացնում տերմինը իհարկե ես գործիք բառն եմ օգտագործում։ Գործիք դարձնել, զենք դարձնել բայց կա այդ խնդիրը, որ եթե գործիքը կա, իրան մեկը օգտագործելու է վերջին հաշվով, այս քեզ ոչ ոք էլ այլևս։ Մանավանդ երբ որ դու այդ զենքը քո ձեռքից դնում ես, եթե առաջ քո ձեռքում էր, դու կարողանում ես ինչ-որ ազդեիչ դրա վրա։ Հիմա դու ընդհանրապես դա մի կողմ ես դրել, բայց դա չի։ Առաջ ընդհանրապես այլ անվտանգային միջավայր կա, Ռուսաստանի հովանոցը Հայաստանի գլխին կարելի ասել, այդ ընդհանրապես անվտանգային ճարտարապետության մեջ էր Հայաստանը եւ երբեմն ոչ միայն, ասենք չգիտեմ, Թուրքիայից պահանջում էր ցեղասպանության ճանաչում, այլ կոշտ հայտարարություններ էին Հայաստանից արվում ընդդեմ Թուրքիային, ընդհանրապես այլ միջավայրում էինք մենք ապրում։ Հիմա այդ հովանոցը պարզվեց ծակ է, ինքը չի պաշտպանում անգամ Ադրբեջանից, ուր մնացել Թուրքիայից կարողանա պաշտպանել, կա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, Ադրբեջանի հետ կա հարաբերությունների կարգավորման որոշակի գործընթաց, եւ դու եւ Հայաստանը գնահատում է կամ ցանկացած մեկը գնահատում է տվյալ դեպքում, որ Իսրայելը դա որպես զենք է օգտագործում Թուրքիայի դեմ։ Երբ դու ողջունես Իսրայելի քայլը, հա, այդ նոր ճարտարապետության մեջ, որը շատ հեղեղուկ է, ել ավելի խոցելի չես դարձնի քեզ։ Չեմ կարծում, որովհետև կա ձեր ասած միջազգային այդ անվտանգային միջավայրը, բայց կա նաև ինչքան էլ հիմա ռոմանտիկ չթվա պատմական ճշմարտությունը։ Դու ապրում ես, դա քո ինքնության սյուներից մեկն է։ Հիմա եթե վաղը մյուսօր ինչ-որ մի հայտարարություն մենք ստիպված լինենք անել, որը կվերաբերվի մեր քրիստոնեական ակունքներին եւ դա ասենք դուրս չի գա Թուրքիային չպետք է անենք եւ կարծում եմ որ էլի տեսեք ես նույնիսկ այն արտահայտությունը որ ես արեցի ինքը շատ զուսպ է շնորհակալություն ենք հայտնում որ դուք վերջապես առերեսվեցիք պատմական ճշմարտությանը եւ շնորհավորում ենք ձեզ
այս իրողության մեջ գտնվելու մեջ։ Դրանում ոչ մեղադրանքը, ոչ բան։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր ասած այդ մտահոգությունը եւ դա շատ լավ ընդունում եմ, բայց միաժամանակ փոքր խնդիր պետք է ստեղծի կամ փոքր ինչ որ սպառնալիք պետք է ստեղծի Հայաստանի այսօրվա գոյությանը, հա, կամ Հայաստանի այսօրվա սահմաններին։ Արդյոք այդ նույն պատմական ճշմարտության եւ արդարության վերականգնման մղումներից ելնելով արժի այսօր ես չեմ կարծում որ կստեղծի, որովհետեւ ես կարծում եմ որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դա նաեւ դուրս էր մեր դաշկի օրինակ բան արեցիք այդ անվտանգության հովանոցը չէ որ Ռուսաստանը մեր վրա ուներ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դա մի տեսակ Ռուսաստանից զատ մեր փորձերն էր որոշ այլ անվտանգային այսպես բարձիկներ մեր համար ունենալու եւ այդ բարձիկներից մեկը միգուցե շատ փոքր միգուցե այդ կան շատ մեծ ազդեցություն առաջնային երկրորդային էջ է նույնիսկ դա հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն էր այն մենք միշտ ընկալում ենք որպես մեր ազգային քաղաքականության ազգային անվտանգության գործոններից մեկը էլեմենտներից մեկը երբ որ դու Թուրքիային միշտ պահում էիր որոշակիորեն այդ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այս միջավայրի այդ արշավի շրջանակներում ինքը հակահայկական դրսևորում, հակահայկական խոսք, հայկական գործողություններ անելուց առաջ մշտապես մի վարքյան կարող եմ մտածել, որ իսկ արդյոք ես այս սրանով չեմ ապացուցում այդ ամբողջ այդ մեղադրանքները կամ ոչ մեղադրանքները, այլ վտանգները չեմ ոնց որ հաստատում, որ հայերը միշտ ընդգծում են։ Հայերը միշտ ընդգծում են իրենց խոցելիությունը, Թուրքիայի վտանգը, ասում են, որ մենք ունենք հարևան վտանգավոր պետություն, որը չի ճանաչել ցեղասպանությունը եւ դրա համար մենք ստիպված ենք համապատասխան քայլեր անենք եւ դա մեզ ավելի մեծ այսպես մանևրի հնարավորություններ տալիս։ Հիմա մենք դա մի կողմ ենք դրել եւ ես չեմ կարծում, որ դա այսպես փոխարինվել է մեկ այլ բարձիկով։ Իսկ այդ բարձիկը, որը մի կողմ է դրվել, հա, այդ բարձիկը ինքը աշխատող բարձիկ էր, այն իմաստով, որ ինչու եմ ես հարցը տալիս, որովհետեւ մեր այդ պատկերացումները այդ բարձիկի աշխատանքի հետ կապված բախվեցին նրան, օրինակ, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով կարելի ասել մասնակցեց ինչպես այն գնահատականները տարբեր մասնագետների Լեռնային Ղարաբաղի, այդ թվում Հայաստանի դեմ պատերազմի։ Իրենք են նույնիսկ ասում, մենակ մասնագետները։ Այսինքն այդ անվտանգության բարձիկը կամ կային գնահատականներ, որ Թուրքիան ընդհանրապես չի մասնակցի, որովհետև եւ այլ։ Ինքը ճիշտ հաշվարկ էր, որովհետև գուցե դա ճիշտ հաշվարկ էր այն անվտանգային ճարտարապետության շրջանակներում, հա, եւ դա ընդհանրապես այլ այսպես կարող է դառնալ այսպես սուր ինչ որ գործիք կոդեմ այդ միջավայրը բանը կարող է բայց տեսեք մենք իրականում ունենք շատ լավ փորձադաշտ, հա, կարելի է ասել, այսպես մենք ընդհանրապես պատմաբաններս մի քիչ այդ առումով տուժում ենք ի տարբերություն, չգիտեմ, ֆիզիկոսների կամ քիմիկոսների, որ կարող են այո, իրենք կարող են փորձ դնեն եւ այդ փորձնական ստուգեն իրենց հիպոթեզը։ Մենք այդ հիպոթեզը ստուգելու շատ ավելի քիչ հնարավորություններ ունենք, բայց տեսեք, այս հիպոթեզը մենք կարող ենք ստուգել նաև այս դեպքում, որովհետեւ պատմության քննությանը բռնեց, երբ որ 2018 մինչև 2020 թվական Թուրքիան չէր խառնվում կամ գոնե այսքան առերևույթ, այսքան ուղղակի չէր խառնվում Արցախյան, դա ընդունում ենք, չէ։ Երկրորդ բանը, որ ընդունում ենք, որ 2018 թվականից սկսած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս Հայաստանի Հանրապետության առաջնայնություն չի։ Ինքը նվազում 18-ից եւ նույնիսկ 19-ից ես ինչի շատ այսպես համարձակ 18-ից հակառակը անգամ Սևրի պայմանագրի մասին է խոսում ինչու ես ասեցի որ 19-ից ես 19-ին մի հարցազրույց ունեմ դրա համար այդպես համարձակ դա ասում եմ որը ասում եմ որ ես նկատում եմ 19 թվականն եմ տվել նկատում եմ որ ցավոք սրտի այլևս դա գլխավոր թեման չի եւ նաեւ կային ներքին խոսակցություններ որ հիմա Հայաստանը կոչ է արել իր բոլոր դեսպանատներին հիմնական շեշտադրումը դնել Հայաստանը որպես դեմոկրատիայի օջախ, որպես դեմոկրատիա տարածող, որպես տարածաշրջանային, այսինքն այդ բարձիկը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բարձիկը փոխարինել մեկ այլ բարձիկով, որը այդ ժամանակ իմիջիայլոց ռեբրենդինգ էր արվում, այո, եւ այդ ժամանակ ինձ թվում էր, որ դա իմիջիայլոց սփատ չի։ Ես ընդունեմ, որ եթե դու դեմոկրատական պետություն ես, հնարավորությունը որ քո վրա կհարձակվեն, միգուցե ավելի քիչ է, որտեղ այդ գաղափարներն է կային։ Չէ, ուղղակի 2020 թվականին մեր իշխանության ներկայացուցիչները եւ վարչապետը, եթե չեմ սխալվում, եւ նախագահը այն ժամանակ
Սևրի պայմանագրի ակտուալության մասին էին խոսում, ուր մնաց ցեղասպանության ճանաչում, այսինքն այնպիսի բանի մասին, որ երբեք այդքան բաց չէր խոսվել։ Այնուամենայնիվ ես ինչ որտեղ համաձայն եմ ձեր հետ, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս առաջնայնություն չէր եւ դա ինչ որտեղ Թուրքիային թույլ տվեց ավելի համարձակ զգալ, բայց էլ եմ ասում, իմ պնդումը իհարկե բան չի, այսպես 100% ճշմարտություն չի, բայց դա այն մի քարերից մեկն էր, որ մենք դնում ենք մեր արտաքին քաղաքական բանի մեջ։ Բայց նաև մենք ուրիշ բան կա, որ մենք միշտ մոռանում ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով իր մոբիլիզացիոն ուժը, որ ինքը ուներ մեր հասարակության համար։ Ընդ որում, երբ որ ասում եմ մեր հասարակություն, նկատում հայաստանյան միայն։ Ինքը մի բան էր, որ մի գործընթաց էր, որը կապում էր համայն հայությանը։ Եվ լինեիր դու, չգիտեմ, Ռոստովում, լինեիր դու Լոս Անջելեսում, թե Փարիզում կամ Բեյրութում կամ Երևանում, դու գիտեիր, որ դու մի պայքարի մասնակից ես, միջազգային ինչ-որ մի պայքարի մոբիլիզացնող ինչ-որ մի գործընթացի մասնակից ես, որը կոչվում էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։ Եվ ես կարծում եմ, որ այդ արժեքը հայոց ցեղասպանության ճանաչման նաև դրանում էր, ոչ միայն պատմական ճշմարտության վերականգնում, ոչ միայն այդ անվտանգության մի փոքրիկ բարձիկ, ինչպես եմ նշեցի, այլ նաև որպես մոբիլիզացիոն ռեսուրս։ Եվ այդ առումով ես նույնիսկ այսօրվա մեր հասարակության այդ քննարկումները ճանաչման վերաբերյալ դրական եմ գնահատում, որովհետև մենք ի վերջո նորից մեկ այլ օրակարգի մեջ ենք մտել եւ այդ օրակարգն ավելի լավ է քննարկել այս հարցը, քան թե քննարկել անվանարկումները կամ, չգիտեմ, Պարոն Մանուկյան, այնուամենայնիվ իհարկե ինքը մոբիլիզացիոն գործոն որոշակիորեն եղել նաև արժեք որպես պատմական արդարություն եւ այլ, բայց մենք որպես պետություն 91 թվականից սկսած որքանով ենք իրեն որպես արժեք վերաբերել։ Եթե ինքը բացարձակ արժեք է, եթե ինքը պատմական ճշմարտություն է, ապա ինքը անսակարկելի է, չէ՞, այսինքն չես կարող իրեն սակարկել որևէ կերպ։ Բայց մենք ունեցել ենք էպիզոդներ, որ դա դարձել արտաքին քաղաքականության գլխավոր թեմաներից մեկը, առաջնահերթություններից մեկը, եւ ունեցել ենք էպիզոդներ, որ դա գնացել է երկրորդ պլան, երբ սկսվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Դա եղել է եւ Սերժ Սարգսյանի տարիներին, որքան էլ ժխտեն, ամեն դեպքում այդ պահին առաջնահերթություն էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, հա։ Դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, ընդհանրապես Տեր-Պետրոսյանի համոզմունքներ, որ ցեղասպանություն, որևէ երկիր ցեղասպանություն ճանաչում է անկախ Հայաստանի դիրքորոշումներից եւ մոտեցումներից կամ երկու գործոնով պայմանավորված կամ հայկական համայնքն է կամ Թուրքիայի հետ ունեցած որոշակի հաշվարկները եւ հաշիվները։ Այս առումով մենք որպես պետություն որքանով ենք ոնց ասեմ, արժեք իսկապես կամ պատմական ճշմարտություն դա դիտարկել եւ անսակարկել, որքանով է մեզ համար անսակարկելի եղել։ Չէ, որ անսակարկելի են եղել, ես դրանում համոզված եմ, նույնիսկ Տեր-Պետրոսյանը, երբ որ դուք իրեն նշեցիք, ես մի օրինակ բերեմ։ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտը ստեղծվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Դա իմիջիայլոց դա առաջի շենքն է, որ կառուցվել է անկախ Հայաստանում պետական միջոցներով։ 1995 թվականին, երբ որ դեռ նոր էր ավարտվել պատերազմը, երբ որ Հայաստանը, այսինքն ինչ բան, էլի, պատկերացնում եք ինչ, չէ, ինչ վիճակ էր, տնտեսական շատ ծանր պայմաններում, առաջի շենքը, որ պետական պատվերով եւ պետական միջոցներով ամբողջությամբ կառուցվել է հայոց ցեղասպանության թանգարան։ Այսինքն ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում էր, ինչ ներուժ ունի այդ թեման։ Կարող է չէ, ինքը իր քաղաքական հայացքներից ելնելով, ինքը իր քաղաքական ռազմավարությունից ելնելով այդ թեման չեն համարում, որ Հայաստան պետությունը պետք է դա առաջ տանի։ Բայց օրինակ ես հիշում եմ, որ երբ որ 1994 թվականին, երբ որ Ռուսաստանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը, ես հիշում եմ ինչ ընդունելության արժանացան Հայաստանում եւ պետական մարմինների կողմից եւ այլն, այդ բոլոր բաները այդ ճանաչման հետևում կանգնած մարդիկ, ովքեր եկան, Չիլինգարովներ են, ժամանակ Զատուլիններ եւ այլն, ես հիշում եմ ասորիստներ, հիշում եմ շնորհակալագրերը, Բաբկին Արարքցյանը մի շատ լավ այսպես հայտարարություն ունի։ Այսինքն Հայաստանը հա չէր դարձրել, բայց գոնե չէր ոչ թե դատապարտում, ոչ գոնե չէր խորշում շնորհակալություն հայտնել, աջակցել, չգիտեմ, այդ պետություններին։ Ուզում ասեմ, այստեղ համեմատելի բան չի։ Բայց իհարկե ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, այսօրվա քաղաքականությունը այլ է։ Նկատում մենք էլ մեծ հաշվով շատ հաճախ այսպես առաջ ենք բերել այդ թեման եւ հետ ենք տարի արտաքին քաղաքականության մեջ ենք նկատում, ոչ թե որ մեր մեջ այդ թեման այսպես դրա կարևորել են կամ չենք կարևորել։
Լավ, այդ դեպքում տեսեք, դուք քանի որ խոսեցիք նաև անվտանգության բարձիկ որպես այդ խնդրի մասին, շատ մեզանում այս նարատիվը իսկապես կա եւ համոզմունքը, կարելի ասել համոզմունքի աստիճանի, որ ցեղասպանության ճանաչումը կարող է լինել գրավական, որ ապագայում ցեղասպանություններ չեն լինի։ Բայց պատմությունը կարծես հակառակն է համոզում մեզ ամեն անգամ, հա։ Հոլոկոստից սկսած հայոց ցեղասպանությունից սկսած բազմաթիվ ցեղասպանությունների վերաբերյալ կամ էթնիկ զտումների վերաբերյալ կան դիրքորոշումներ, հայտարարություններ, քննադատություններ եւ այլն, հայոց ցեղասպանությունն է ճանաչվել շատ երկրների կողմից, հոլոկոստն է ճանաչվել, բայց այսօր հոլոկոստ վերապրած ազգը պետությունը իրականացնում է գործողություններ, որոնք շատերի տեսանկյունից որակվում են որպես էթնիկ զտումներ, ցեղասպանություն եւ այլ։ Կասեք, այս նարատիվը որքանով է ինքը այսպես կյանքի իրավունք ունեցող նարատիվ, որ ցեղասպանության ճանաչումը կանխարգելում է եկող ցեղասպանությունները, որովհետև դրանից հետո բազմաթիվ ցեղասպանություններ են եղել կամ էթնիկ զտումներ։ Էլի մենք փորձարկում չենք կարող դնել եւ ասենք մի լաբորատոր պայմաններ ստեղծենք, երբ որ այդ թեման չէր քննարկվում, չէր շոշափում, արդյոք ավելի շատ կլինեին ցեղասպանությունները, թե չէ։ Դա չենք կարող։ Ես ենթադրում եմ, որ միգուցե, իհարկե ինքը բոլորովին չի կանխում, բայց միգուցե ինչ որ չափով զսպում է։ Եթե այդ թեմայի մասին չխոսեր, ընդհանրապես եթե Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն տերմինը չհորիներ, շատերը քննադատում են այդ տերմինը, շատերը քննադատում են կոնվենցիա, այնտեղ բացեր շատ կա եւ այլն, շատ դժվար է ապացուցել, շատ դժվար է կանխել, կանխման մեխանիզմներ չկան, բայց ես կարծում եմ, որ Ռաֆայել Լեմկինի հանճարը ինչու՞մ էր, որ ինքը ստեղծեց մի բառ, որը դարձավ այսպես ահազանգ, եւ այդ ահազանգ, երբ որ դու միշտ հնչեցնում ես, հնարավորությունը, որ ինչ որ տեղ, ինչ որ մի վայրում ցեղասպանությունը կանխվում է կա, եւ ես կարծում եմ, որ ցավոք սրտի մարդը միշտ մյուս մարդու սպանել է եւ ընդ որում սպանել է զանգվածաբար։ Այդ մարդկային քաղաքակրթության ուղեկիցներից մեկն է, միշտ լինելու էր, բայց նաեւ չեմ ուզում մենք ընկնենք այն մյուս իհարկե շատ նաիվ է, համաձայն եմ ձեր հետ ասել, որ եթե մենք խոսեցինք ցեղասպանության մասին, դրա մասին այլևս չի լինի, բայց միաժամանակ չեմ ուզում ընկնենք այն մյուս ծայրահեղությունը, որ ասենք, որ երկընտանանից չխոսենք, մեկը չի աշխատում։ Չի աշխատում է։ Ի վերջո մեր կյանքում մենք միշտ խոսում ենք անթույլատրելի բաների մասին, հանցագործությունների մասին, բայց միշտ կրկնվում են, բայց արդյոք մենք պետք է ասենք, որ քանի որ կրկնվում են, դրա մասին խոսել պետք է։ Այդ առումով կարծում եմ, որ նաև Իսրայելի դիրքորոշումը դրանով է շատ կարևոր, որ Իսրայելը եւս մի անգամ ակտուալացնում է այդ թեման նաև մեր համար։ Թեման է ավելացնում, թեման է հանրություն, հնչեղությունն է բարձրացնում։ Եվ վերջին հարցը, մենք հիմա Հայաստան պետությունը ձեզ համար որպես մասնագետի հասկանալի է ցեղասպանության հարցում, բացի ընդունված օրենքներից պարզ է եւ այլը, ինչ դիրքորոշում ունի, հա, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբ հայտարարում է, որ զենքայնացնել պետք չի, երբ դրանից առաջ լինում են հայտարարություններ, որ մենք հələ պետք է հասկանանք, օրինակ ԽՍՀՄ տարիներին ինչպես եղավ, որ սկսեցին խոսել այդ թեմայով եւ մինչեւ այդ չէին խոսում, հա։ Ձեզ համար հասկանալի է կառավարության, իշխանության, պաշտոնական վերաբերմունք այս թեմային։ Իրականում չէ, հայտնի չի։ Ես չեմ կարողանում հասկանամ դիրքորոշումը, որովհետև ինքը հստակ չի արտահայտվում։ Եվ ես ենթադրում եմ, որ սա չի արվում հենց մտադրված քաղաքական նպատակներով, որովհետև միգուցե եւ այս կառավարության քաղաքականությունը այնքան արագ է փոխվել, որ միգուցե մենք մի տարի, երկու տարի հետո հայտնվենք մի այնպիսի իրավիճակում, որ ես եւ դուք կհամարվենք, որ մենք շատ քիչ ենք խոսում հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Այսինքն ավելի շատ պետք է խոսել։ Այո, կառավարությունը հակառակ մեղադրի միգուցե ինձ որպես մասնագետի հայոց ցեղասպանության քիչ խոսել։ Այսինքն ցավոք սրտի մենք մեղադրում ենք ուրիշներին հայոց ցեղասպանության թեման զենքայնացնելու, բայց այսօրվա մեր կառավարությունը այդ թեման դարձրել է իր սեփական զենքը նաեւ ներքին քաղաքական այսպես պայքարում եւ փոփոխություններում։ Ինքը այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հայոց ցեղասպանության թեման իր ամբողջ այս կառավարման ընթացքում մի քանի անգամ փոխել է թեմայի նկատմամբ վերաբերմունքը։ Եթե օրինակ մենք նայենք սրանց առաջ մի 2-3 տարի առաջ ոչ այդպես վախանցալում Հայաստանի արտգործնախարարությունը գոնե միշտ ողջունում էր այն երկրներին, ովքեր ճանաչում են հայոց ցեղասպանությունը, կամ եթե նայում ենք չգիտեմ 2020 թվականի պատերազմի ժամանակ վարչապետի ելույթները մենք միշտ կտեսնենք, որ այդ ցեղասպանության գործոնը կապը միշտ կա եւ օգտագործել է։ Հիմա ինչ կարող ենք ասենք, որ այն ժամանակի Հայաստանի կառավարությունն է զենքայնացրել այն։ Իսկ այսօր հակառակ ուղղությամբ պարբերաբար քաղաքական դիսկուրսի մեջ, քաղաքական, չգիտեմ, հակառակորդների հետ միգուցե նույնիսկ բանավեճերում բան, միշտ այս հարցն է առաջ։ Միշտ չի, բայց պարբերաբար այս հարցը առաջ է դրվում։ Արդյոք
սա ռուսական նարատիվ չէ, օրինակ Ռուսաստանի դեմ չէ, ասենք խոսույթում սա կա։ Արդյոք սա կայսերական նախագիծ չէր, այսօր սա արդյոք այս թեման Ռուսաստան խորհրդային միությունում չստեղծվեց եւ չբերվեց, մեզ մատուցվեց եւ սա քաղաքական ի վերջո նպատակարարմարությամբ է արվում։ Սա չի արվում գիտական նպատակարարմարությամբ, որովհետեւ գիտական նպատակարարմարությամբ կներեք, բայց մենք ունենք գիտնականներ, ովքեր զբաղվում են իրենց ամենօրյա կյանքով դա բան են անում եւ այդ թեմաները եթե մեր իշխանությունները կամ քաղաքական գործիչները հարցեր ունեն իրենք գիտեն ում կարելի է հարցնել եւ բացատրություններ ստանալ եւ դա չդարձնեն sense բաց քաղաքական հայտարարություն հանրությանը կանչել դիսկուրսի եւ քննարկման մի թեմայի շուրջ որ վաղուց գիտնականների մոտ արդեն քննարկվել եւ պատասխանները տրվել են այս հարցերին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Սիվիլիա տաղավարում ես զրուցեցի Սուրեն Մանուկյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։